Աղոթք հոգևոր պատերազմի համար։ Սաղմոս 91, 18, 27, 35, 46, 121, աղոթք մարմինը պաշտպանելու տունը պահպանելու համար։ Զգացել եք, որ ձեր տունը հոգորապես բաց է խոցելի։ Զգում եք, որ ձեր մարմինը անպաշտպան է հոգոր հարձակումներից։ Նկատել եք, որ ձեր տանը տեղի են ունենում տարօրինակ բաներ, առանց բնական բացատրության։ Առարկաներ ինքնուրույն ընկնելը, անբացատրելի ձայներ, չարի ներկայության զգացում, բնակիչների միջ անընդհատ վեճեր, կրկնվող հիվանդություններ, խորհրդավոր կերպով անհետացող գումար, սարսափելի մղձավանջներով խանգարված քուն։ Զգում եք, որ հոգորապես բաց եք, խոցելի թշնամու հարձակումների նկատմամբ։ Եթե այս հարցերից որևէ մեկին պատասխանել եք այո, ապա այս հոգոր պատերազմի աղոթքը հրատապ է անհրաժեշտ ձեզ համար։ Այսօր մենք կմտնենք հոգոր պայքարի մեջ, մարմինը փակելու տունը պաշտպանելու համար։ Մարմինը փակելը նշանակում է հոգոր պաշտպանություն ստեղծել ձեր ֆիզիկական, հուզական հոգոր կյանքի շուրջ։ Տունը պահպանելը նշանակում է հոգոր սահմաններ հաստատել, որոնք կանխում են չար ուժերի մուտքը ձեր տուն։ Այստեղ մենք չենք խոսում դատարկ միստիցիզմի կամ տարածված սնահավատության մասին, մենք խոսում ենք հոգոր պատերազմի ամուր աստվածաշնչյան սկզբունքների մասին։ Աստվածաշունչը հստակեցնում է, որ մենք չենք պայքարում մարմնի արյան դեմ, այլ իշխանությունների, այս տարի խավարի տիրակալների, երկնային վայրերում չարության հոգոր զորքերի դեմ։ Աստվածաշունչը մեզ հրամայում է դիմադրել սատանային, նա կփախչի մեզանից։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է հագնել Աստծո ամբողջ զրահը, որպեսզի կարողանանք ամուր կանգնել սատանայի ծրագրերին։ Սա պարզ խնդրանքի պասիվ աղոթք չէ, սա հոգոր պատերազմի ակտիվ աղոթք է, սա ուղիղ դիմակայության աղոթք է խավարի ուժերի դեմ, որոնք ներխուժել են ձեր մարմին, ձեր տուն։ Մինչ սկսելը, ես ուզում եմ, որ դուք հասկանաք այս պահի լրջությունը։ Հոգոր պատերազմը խաղ չէ։ Դա կրոնական զվարճանք չէ։ Դա իրական բախում է հոգոր աշխարհի իրական թշնամիների դեմ։ Ուստի ես խնդրում եմ, որ դուք պատշաճ կերպով պատրաստվեք։ Հիմա խորը շունչ քաշեք։ Հնարավորության դեպքում բարձրաձայն հայտարարեք. Ես ծածկվում եմ Հիսուս Քրիստոսի արյունով։ Հայտարարեք. Ես հագնում եմ Աստծո ամբողջ զրահը։ Հայտարարեք. Ես ստանձնում եմ իմ իշխանությունը որպես Աստծո զավակ, որը գնվել է Հիսուսի արյունով։ Հիմա դուք պատրաստ եք մտնել այս մարտի մեջ ինձ հետ։ Մնացեք մինչ այս աղոթքի ավարտը, քանի որ մենք միասին կպայքարենք, մինչ ապահովենք լիակատար հաղթանակ։ Սիրելի Հայր, ամենակարող Աստված, զորքերի Տեր, պատերազմի Աստված, որ պայքարում ես իր ժողովրդի համար, մենք քո արշ ներկայանում ենք ոչ թե որպես հոգոր մուրացկաններ, այլ որպես Հիսուս Քրիստոսի կողմից տրված իշխանություն ունեցող զավակներ։ Մենք գալիս ենք Աստծո զրահը հագած, կոտորված ճշմարտությամբ, հագնված արդարության զրահով, կոշիկավորված խաղաղության ավետարանի պատրաստվածությամբ, վերցնելով հավատքի վահանը, որով կարող ենք մարել չարի բոլոր կրակոտ նետերը, կրելով փրկության սաղավարտը, բռնելով հոգու սուրը, որը Աստծո խոսքն է։ Մենք չենք եկել մեր սեփական ուժերով, որովհետև գիտակցում ենք, որ թույլ ենք, այլ մենք եկել ենք Սուրբ Հոգու զորությամբ։ Մենք եկել ենք Հիսուսի անվան իշխանությամբ։ Մենք եկել ենք Աստծո խոսքի խոստումներով աջակցված։ Տեր, նախքան հոգոր պատերազմի մեջ մտնելը, մենք երկրպագում ենք քեզ։ Դու այն Աստվածն ես, որը մարզում է մեր ձեռքերը մարտի մեր մատները պատերազմի համար։ Դու այն Աստվածն ես, որը մեր առջից է գնում որպես քաջարի մարտիկ։ Դու զորքերի Տերն ես, հազարավոր ու հազարավոր մարտիկներ հրեշտակներ քո հրամանատարության ներքո են։ Դու այն Աստվածն ես, որը Միքայելին նրա հրեշտակներին ուղարկեց վիշապի դեմ կռվելու։ Դու այն Աստվածն ես, որը հաղթանակ տվեց Դավթին Գողիաթի դեմ, Հեսուին Երիքովի մոտ, Գեդեոնին մադիանացիների դեմ, Եղիսեին շրջապատված սիրիական բանակով։ Եթե դու նրանց հաղթանակ տվեցիր, մեզ էլ հաղթանակ կտաս։ Որովհետև դու նույնն ես երեկ, այսօր հավիտյան։ Քո բազուկը չի կարճացել, որ չկարողանա փրկել, քո ականջը չի ծանրացել, որ չկարողանա լսել։ Եթե դուք վճռականորեն տրամադրված եք հոգոր պատերազմ մղել ձեր մարմինը տունը պաշտպանելու համար, հայտարարեք ձեր դիրքորոշումը հիմա, մեկնաբանություններում թողնելով ձեր ամենը, եւ բաժանորդագրվեք այս ալիքին։ Քանի որ մենք պետք է կազմենք զինվոր միջնորդների բանակ, որոնք աղոթում են միմյանց համար, փոխադարձաբար ամրապնդում են միմյանց հոգոր պատերազմում, կիսվում են հաղթանակի վկայություններով, երբ դուք բաժանորդագրվում եք, դուք ոչ միայն մուտք եք գործում բովանդակության, այլ միանում եք Աստծո բանակին, խավարի դեմ հոգոր պատերազմ մղելու համար։ Տեր, մենք հիմա հիմնվում ենք պատերազմի սաղմոսների վրա, որոնք կազմում են այս հզոր աղոթքի հիմքը։
91-րդ Սաղմոսը մեր աստվածային պաշտպանության հռչակագիրն է։ Այս Սաղմոսը բացահայտում է, որ նա, ով բնակվում է Բարձրյալի ապաստարանում, կհանգստանա Ամենակարողի ստվերում։ Հայր, մենք ընտրում ենք բնակվել քեզ մեջ։ Մենք քեզ ենք դարձնում մեր հոգոր բնակավայրը։ Եվ քեզ մեջ բնակվելով մենք մտնում ենք լիակատար պաշտպանության գոտի։ Սաղմոսը հայտարարում է, որ Աստված ծածկում է մեզ իր փետուրներով, նրա թերի տակ մենք անվտանգ ենք, որ նրա ճշմարտությունը մեր վահանն ու պաշտպանիչ օղակն է։ Վահանը մեծ վահան է, որը ծածկում է ամբողջ մարմինը։ Վահանը հատուկ պաշտպանություն է թիրախային հարձակումներից։ Տեր, մենք հայտարարում ենք, որ մեր մարմինները ծածկված են Աստծո ճշմարտության վահանով։ Ոչ մի հոգոր հարձակում չի կարողանա թափանցել այս ծածկոցը։ Մենք հայտարարում ենք, որ ունենք հավատքի վահանը չարի բոլոր կրակոտ նետերը մարելու համար։ 91-րդ Սաղմոսը շարունակում է հայտարարել, որ մենք չենք վախենա գիշերվա սարսափից։ Տեր, գիշերվա քանի՞ սարսափ է ներխուժել այս տուն։ Մղձավանջներ քնիկատված գիշերվա ընթացքում չարի ներկայության զգացում, հոգոր ճնշման հետանքով առաջացած անկնություն։ Մենք հիմա հայտարարում ենք, որ գիշերվա յուրաքանչյուր սարսափ վտարվում է այս տնից, Հիսուսի անունով։ Սաղմոսն ասում է, որ մենք չենք վախենա ցերեկը թռչող նետից։ Հոգոր նետերը թիրախային հարձակումներ են, կախարդանքներ, վուդու կախարդանքներ, արտասանված անեծքներ։ Մենք հայտարարում ենք, որ ցերեկը այս մարմնի կամ այս տան դեմ արձակված ոչ մի հոգոր նետ չի հասնի իր նշանակետին։ Բոլորը կբռնվեն, կոչնչացվեն մարտիկ հրեշտակների կողմից։ Սաղմոսը շարունակում է ասել, որ մենք չենք վախենա խավարում թաքնված համաճարակից, ոչ էլ կեսօրին ավերածություններից։ Համաճարակը վերաբերում է հոգոր ծագում ունեցող հիվանդություններին։ Ավերածությունը վերաբերում է վթարներին, վաղաժամ մահերին, ողբերգություններին։ Մենք հայտարարում ենք, որ ոչ հոգոր համաճարակը, ոչ էլ թշնամու կողմից ծրագրված ոչնչացումը չեն կարողանա հասնել այս մարմնին կամ այս տանը։ 91-րդ Սաղմոսը հզոր խոստում է տալիս. 1000-ը կարող է ընկնել քո կողքին, 10,000-ը քո աջ կողմում, բայց դրանք չեն մոտենա քեզ։ Տեր, քո շուրջը շատերը կարող են հոգոր հարձակումների ենթարկվել, բայց այս մարդը չի ընկնի։ Շրջակայքում, ընտանիքում, հասարակական շրջանակներում շատերը կարող են տառապել հիվանդություններից, վթարներից, ողբերգություններից, բայց այս մարմինը, այս տունը պաշտպանված կլինեն։ Սաղմոսը նա հայտարարում է, որ ոչ մի չարիք չի հասնի քեզ, ոչ մի ժանտախտ չի մոտենա քո վրանին։ Այստեղ վրանը խորհրդանշում է տուն, օջախ, բնակարան։ Մենք հայտարարում ենք, որ ոչ մի չարիք չի կարողանա մտնել այս տուն։ Ոչ մի հոգոր ժանտախտ չի կարողանա հաստատվել այս տանը։ Որովհետև Աստված կհրամայի իր հրեշտակներին պահպանել քեզ քո բոլոր ճանապարհներով։ Տեր, հիմա հրամայիր հրեշտակներին պահպանել այս մարդուն, այս տունը նրանց բոլոր ճանապարհներով։ Սաղմոս 18-րդը մեր հաղթական երգն է հոգոր պատերազմում։ Դավիթը հռչակում է. Տերը իմ ժայռն է, իմ ամրոցը, իմ փրկիչը, իմ Աստվածը, իմ ժայռը, որի մեջ ես ապաստան եմ գտնում, իմ վահանը, իմ փրկության եղջյուրը, իմ ամրոցը։ Հայր, մենք հայտարարում ենք, որ դու մեր անսասան ժայռն ես։ Երբ հոգոր հարձակումները հասնեն այս մարմնի այս տան դեմ, մենք կկանգնենք ամուր, քանի որ մեր հիմքը Քրիստոսն է։ Դու մեր անթափանց ամրոցն ես։ Մեր մարմինը հոգորապես ամրացված է։ Մեր տունը ամրացված է դիվային ներխուժման դեմ։ Դու մեր փրկիչն ես։ Երբ հարձակումները փորձում են մեզ բանտարկել, դու կազատես մեզ։ Սաղմոս 18-րդը շարունակում է նկարագրել, թե ինչպես Դավիթը նեղության մեջ աղաղակեց Տիրոջը լսվեց։ Այն նկարագրում են, թե ինչպես Աստված իջավ նրա օգնության, ինչպես Աստված խոնարհեց երկինքը իջավ, իր ոտքերի տակ խիտ խավարով, ինչպես Աստված նստեց քերովբեների վրա, արագ թռավ քամու թերի վրա, ինչպես որոտաց երկնքից, Բարձրյալը արձակեց իր ձայնը։ Տեր, ինչպես որ իջար Դավթին օգնելու համար, հիմա իջիր այս մարդուն օգնելու համար։ Իջեցրու երկինքը, միջամտիր այս հոգոր պատերազմին։ Նստիր քերովբեների վրա, շտապիր նրանց օգնության։ Որոտացրու երկնքից խավարի ուժերի դեմ, որոնք հարձակվել են այս մարմնի վրա ներխուժել այս տունը։ Սաղմոսը շարունակվում է ասելով, որ Աստված ուղարկեց իր նետերը ցրեց թշնամիներին։ Տեր, ուղարկիր հիմա քո երկնային նետերը հարձակված դերի դեմ։ Թող նրանք ցրվեն, պարտվեն, վտարվեն։ Սաղմոսը հայտարարում է, որ Աստված ազատեց Դավթին իր հզոր թշնամիներից, որոնք նրանից ուժեղ էին։ Հայր, հոգոր թշնամիներն ավելի ուժեղ են, քան մենք մարմնով։ Բայց դու անսահման ուժեղ ես, քան նրանք։
Այսպիսով, ազատիր մեզ հիմա իշխանություններից, տերություններից, խավարի տիրակալներից, չարության հոգոր զորքերից, որոնք չափազանց հզոր են եղել, որպեսզի մենք միայնակ դիմակայենք։ 27-րդ Սաղմոսը մեր անսասան վստահության հռչակագիրն է հոգոր պատերազմում։ Դավիթը հռչակում է. Տերը իմ լույսն է, իմ փրկությունը։ Ումից պիտի վախենամ։ Տերը իմ կյանքի զորությունն է, ումից պիտի վախենամ։ Հայր, հոգոր պատերազմում մենք կարող ենք բախվել խորը խավարի, բայց դու ես մեր լույսը, որը ցրում է ամեն խավար։ Մենք կարող ենք բախվել հզոր թշնամիների, բայց դու ես մեր փրկությունը, որը երաշխավորում է մեր հաղթանակը։ Մենք չենք վախենա դերից։ Մենք չենք վախենա կախարդներից։ Մենք չենք վախենա կախարդներից։ Մենք չենք վախենա կախարդներից։ Մենք չենք վախենա սատանայից։ Որովհետև Տերը մեր կյանքի զորությունն է։ Սաղմոսը շարունակվում է, երբ չարերը, իմ հակառակորդներն ու թշնամիները հարձակվեցին ինձ վրա, ինձ կործանելու համար, նրանք սայթաքեցին ընկան։ Տեր, երբ չար ոգիները հարձակվեցին այս մարմնի այս տան վրա, կործանելու համար, նրանք են, ովքեր կսայթաքեն կընկնեն։ Նրանց կրած զենքերը կշրջվեն իրենց դեմ։ 27-րդ Սաղմոսը շարունակվում է համարձակ հայտարարությամբ. Թե բանակ բանակի իմ դեմ, իմ սիրտը չի վախենա, թե պատերազմ բարձրանա իմ դեմ, այն ժամանակ էլ ես վստահ կլինեմ։ Հայր, հնարավոր է, որ դերի մի ամբողջ բանակ բանակի վրա բանակ լինի այս մարդու դեմ, բայց նրանց սիրտը չի վախենա։ Հնարավոր է, որ այս մարմնի այս տան դեմ լարված հոգոր պատերազմ է հայտարարվել, բայց նույնիսկ այդպես մենք վստահություն կունենանք, քանի որ մեր վստահությունը ոչ թե մեզ վրա է, այլ ամենակարող Աստծո։ Սաղմոսն ավարտվում է մարգարեական խոսքով. Սպասեք Տիրոջը, զորացեք, սիրտդ լցրեք, սպասեք Տիրոջը։ Տեր, երբ մենք հոգոր պատերազմ ենք մղում, մենք սպասում ենք քեզ։ Երբ հայտարարում ենք քո խոսքը, մենք խրախուսվում ենք։ Եվ մենք հավատում ենք, որ դու կամրապնդես մեր սրտերը մարտում համառելու համար, մինչ որ հասնենք լիակատար հաղթանակի։ 35-րդ Սաղմոսը մեր աղոթքն է աստվածային արդարության համար հոգոր պատերազմում։ Դավիթը աղոթում է. Մրցիր, Տեր, նրանց հետ, ովքեր վիճում են ինձ հետ, կռվիր նրանց դեմ, ովքեր մարտնչում են ինձ դեմ։ Հայր, մենք հիմա նույն աղոթքն ենք աղոթում։ Կան հոգոր ուժեր, որոնք մարտնչում են այս մարդու դեմ, որոնք դավադրություն են կազմակերպում այս մարմնի այս տան դեմ, Տեր, աղոթիր նրանց դեմ, կան դեր, որոնք մարտնչում են այս մարդու դեմ, Տեր, պայքարիր այս դերի դեմ, մենք չենք կարող մենակ պայքարել։ Իշխանությունների դեմ, բայց դու կարող ես, ուրեմն մտիր այս պատերազմի մեջ մեզ համար։ Դավիթը շարունակում է աղոթել. Բռնիր վահանն ու ասպարը կանգնիր ինձ օգնության, հանիր նիզակը փակիր ճանապարհը նրանց դեմ, ովքեր հալածում են ինձ, Տեր, վերցրու քո աստվածային վահանը պաշտպանիր այս մարմինը այս տունը, հանիր քո երկնային նիզակը փակիր ճանապարհը դերի դեմ, որոնք հալածում են այս մարդուն։ 35-րդ Սաղմոսը շարունակվում է. Թող ամաչեն ու ամաչեն նրանք, ովքեր ուզում են խլել իմ կյանքը։ Հայր, Տերը ձգտում են գողանալ, սպանել, ոչնչացնել։ Նրանք ձգտում են խլել կյանքը, առողջությունը, խաղաղությունը, բարգավաճումը։ Թող ամաչեն ու ամաչեն հիմա։ Թող նրանց ռազմավարությունները ձախողվեն։ Թող նրանց ծրագրերը բացահայտվեն ու չեղյալ հայտարարվեն։ Սաղմոսը հայտարարում է. Թող ետ դառնան ու ամաչեն նրանք, ովքեր չարիք են խորում իմ դեմ։ Թող լինեն ինչպես թեփ քամու առաջ, երբ Տիրոջ հրեշտակը նրանց վանի։ Տեր, խավարի զորությունները չարիք են խորել այս մարմնի այս տան դեմ։ Բայց թող նրանք բարդվեն։ Թող լինեն ինչպես թեփ, որը քամին հեշտությամբ ցրում է։ Թող Տիրոջ հրեշտակը վանի նրանց, վտարի նրանց, դուրս շպրտի նրանց։ Սաղմոս 46-ը մեր հռչակագիրն է, որ Աստված մեր ապաստանն է հոգոր պատերազմում։ Աստված մեր ապաստանն ու զորությունն է, ամենահաս օգնականը նեղության մեջ։ Հայր, հոգոր պատերազմը մեծ տառապանք է բերում։ Բայց դու օգնական ես, որը երբեք չի ձախողվում։ Դու ապաստան ես, որտեղ մենք կարող ենք թաքնվել։ Դու ամրոց ես, որտեղ մենք անվտանգ ենք։ Սաղմոսը շարունակվում է, ուստի մենք չենք վախենա, նույնիսկ եթե երկիրը շարժվի, լեռները ծովի մեջտեղը տարվեն։ Տեր, նույնիսկ եթե հոգոր պատերազմն այնքան ուժեղ լինի, որ թվում է, թե ամեն ինչ ցնցվում է, մենք չենք վախենա։ Նույնիսկ եթե թվում է, թե կյանքի կառույցները փլուզվում են հարձակումների տակ, մենք կմնանք անսասան։ Սաղմոսը հայտարարում է. Աստված նրա մեջ է, նա չի շարժվի։ Հայր, թող քո ներկայությունը լինի այս տան մեջ։ Երբ Աստված բնակվում է տանը, այդ տունը չի կարող ցնցվել հոգոր հարձակումներից։ Տերը չեն կարող բնակվել այնտեղ, որտեղ Աստված է բնակվում։
Սաղմոս 121-ը մեր շարունակական աստվածային պաշտպանության երաշխիքն է։ Ես բարձրացնում եմ աչքերս դեպի լեռները, որտեղից է գալիս իմ օգնությունը։ Իմ օգնությունը գալիս է Տիրոջից, երկնքի երկրի Արարչից։ Հայր, հոգոր պատերազմում մենք պետք է իմանանք, թե որտեղից է գալիս մեր օգնությունը։ Մեր օգնությունը չի գալիս թալիսմաններից, չի գալիս թալիսմաններից, չի գալիս սնահավատություններից։ Մեր օգնությունը գալիս է Տիրոջից, որը ստեղծել է ամեն ինչ զորություն ունի ամեն ինչի վրա, այդ թվում ամբողջ խավարի թագավորության վրա։ Սաղմոսները շարունակվում են։ Նա թույլ չի տա, որ քո ոտքը սայթաքի, նա ով հսկում է քեզ, չի քնելու։ Տեր, երբ հոգոր հարձակումները փորձում են մեզ սայթաքեցնել, դու թույլ չես տա, որ մեր ոտքերը սայթաքեն։ Երբ Տերը հարձակվում են գիշերը, դու արթուն կլինես հսկելով մեզ, որովհետև դու ոչ քնում ես, ոչ էլ քնած։ Սաղմոս 121-ը հայտարարում է. Տերը քո պահապանն է, Տերը քո ստվերն է, քո աջ կողմում։ Արը քեզ չի հարվածի ցերեկը, ոչ էլ լուսինը գիշերը։ Հայր, քանի անգամ են հոգոր հարձակումները ցերեկը գալիս, քողարկված որպես բնական հանգամանքներ, որպես հիվանդություններ, որպես վթարներ, որպես խնդիրներ։ Սաղմոսն ասում է, որ արը մեզ չի վնասի ցերեկը։ Մենք հայտարարում ենք, որ ցերեկը հարձակումները չեն հաջողվի։ Եվ քանի հարձակումներ են լինում գիշերը մղձավանջների, անկնության, ճնշման միջոցով։ Սաղմոսն ասում է, որ լուսինը մեզ չի վնասի գիշերը։ Մենք հայտարարում ենք, որ գիշերային հարձակումները նույնպես չեն հաջողվի։ Սաղմոսն ավարտվում է հզոր խոստումով։ Տերը քեզ կպահպանի ամեն չարիքից, նա կպահպանի քո հոգին։ Տերը կպահպանի քո դուրս գալն ու մտնելը, այսուհետ հավիտյանս հավիտենից։ Տեր, պահիր այս մարմինը ամեն հոգոր չարիքից։ Պահպանիր այս տունը ամեն դիվային ներխուժումից։ Պահպանիր մուտքը, որպեսի ոչ մի չար բան չմտնի։ Նա պահպանում է ելքը, որպեսի դրսում հոգոր դարանակալներ չսպասեն։ Հայր, հիմա Հիսուս Քրիստոսի անունով մենք մտնում ենք այս հոգոր պատերազմի ակտիվ մասը։ Եկեք փակենք մարմինը, պահպանենք տունը։ Նախ, եկեք հոգորապես փակենք մարմինը։ Տեր, մենք հայտարարում ենք, որ այս մարդու մարմինը Սուրբ Հոգու տաճար է։ Առաջին Կորինթացիներին ուղված նամակի 3-րդ գլուխը, 16-րդ համարը հայտարարում է, որ մենք Աստծո տաճարն ենք, որ Աստծո Հոգին բնակվում է մեր մեջ։ Առաջին Կորինթացիներին ուղված նամակի 6-րդ գլուխը, 19-րդ համարը մեզ հարցնում է. կամ չգիտեք, որ ձեր մարմինը Սուրբ Հոգու տաճար է։ Հետաբար, մենք հայտարարում ենք, որ այս մարմինը Աստծո սեփականությունն է, Սուրբ Հոգու բնակության վայրը, սրբազան տարածք, որտեղ դերին մուտք գործել թույլատրված չէ։ Մենք հիմա հոգեպես փակում ենք միտքը։ Մենք այն դնում ենք փրկության սաղավարտի պաշտպանության տակ։ Մենք հրամայում ենք, որ յուրաքանչյուր միտք գերի վերցվի Քրիստոսի հնազանդությանը։ Մենք վտարում ենք յուրաքանչյուր ոգի, որը բերել է վախի, անհանգստության, դեպրեսիայի, ինքնասպանության խելագարության մտքեր։ Մենք փակում ենք միտքը դիվային ներխուժումից։ Մենք բացում ենք միտքը միայն այն մտքերի համար, որոնք գալիս են Աստծուց։ Մենք հոգեպես փակում ենք աչքերը։ Մենք հայտարարում ենք, որ աչքերը հոգու պատուհաններ են, ուստի դրանք պետք է պաշտպանված լինեն։ Մենք հրամայում ենք, որ ոչ մի չար բան չմտնի աչքերի միջով։ Թող այս մարդը պաշտպանված լինի այն ամենից, ինչ տեսնում է, լինի դա անձամբ, էկրանների միջոցով, թե երազներում։ Մենք փակում ենք աչքերը դիվային տեսիլքներից, թշնամու կողմից ուղարկված անհանգստացնող պատկերներից։ Մենք հոգեպես փակում ենք մեր ականջները։ Մենք հայտարարում ենք, որ մեր ականջները պաշտպանված են դիվային ձայներից, հայհոյանքի խոսքերից, դեր կանչող երաժշտությունից, հոգոր աշխարհից եկող անհանգստացնող ձայներից։ Թող այս մարդը լսի միայն Աստծո ձայնը, միայն խրատող խոսքեր, միայն խաղաղություն բերող ձայներ։ Մենք հոգեպես փակում ենք մեր բերանները։ Մենք հայտարարում ենք, որ մեր բերանները պաշտպանված են թշնամու արջ հոգոր դռներ բացող խոսքերից։ Հայհոյանքի, անընդհատ բողոքի մահվան խոսքերից։ Թող մեր բերանները օգտագործվեն միայն օրհնություններ հռչակելու, աղոթելու, գովաբանելու, կյանքը մարգարեանալու համար։ Մենք հոգեպես փակում ենք մեր սրտերը, մեր զգացմունքների կենտրոնը։ Մենք պահապաններ ենք դնում մեր սրտերի վրա, որպեսզի դրանք չվիրավորվեն թշնամու հուզական հարձակումներից։ Մենք հայտարարում ենք, որ սրտից են բխում կյանքի աղբյուրները, ուստի այն պետք է պաշտպանված լինի։ Մենք վտարում ենք յուրաքանչյուր ոգի, որը տխրություն, դեպրեսիա, դառնություն, ատելություն, վիրավորանք վրդովմունք է առաջացրել։
Մենք փակում ենք մեր սրտերը թշնամու կողմից ուղարկված կործանարար զգացմունքների ներխուժումից։ Մենք հոգեպես փակում ենք մեր ձեռքերը։ Մենք հայտարարում ենք, որ մեր ձեռքերը պաշտպանված են, որպեսզի դրանք չդիպչեն հոգորապես աղտոտված իրերին, որպեսզի դրանք չօգտագործվեն չարիք գործելու համար, որպեսզի դրանք չվնասվեն դերի պատճառած վթարներից։ Թող մեր ձեռքերը օգտագործվեն միայն օրհնելու, ազնվորեն աշխատելու, Աստծուն ծառայելու համար։ Մենք հոգեպես կնքում ենք ոտքերը։ Մենք հայտարարում ենք, որ ոտքերը հագած են խաղաղության ավետարանի պատրաստվածությամբ։ Թող ոտքերը չտանեն այս մարդուն հոգորապես աղտոտված վայրեր։ Թող ոտքերը չսայթաքեն թշնամու թակարդների մեջ։ Թող ոտքերը պաշտպանված լինեն ճանապարհին պատահարներից, անկումներից, հարձակումներից։ Մենք կնքում ենք ամբողջ մարմինը գլխից մինչ ոտքերի ծայրը։ Մենք Հիսուսի արյունը դնում ենք գլխին, ճակատին, աչքերին, ականջներին, բերանին, պարանոցին, ուսերին, կրծքին, սրտին, թոքերին, ստամոքսին, ներքին օրգաններին, ձեռքերին, ոտքերին։ Մենք հայտարարում ենք, որ ամբողջ մարմինը կնքված է, փակ, պաշտպանված Հիսուս Քրիստոսի արյունով։ Հիմա մենք հոգորապես կպահպանենք տունը։ Տեր, ինչպես դու արեցիր իսրայելացիների տների հետ Եգիպտոսում, երբ հրամայեցիր նրանց արյուն քսել դռան սյուներին, որպեսզի կործանիչ հրեշտակը չմտնի, մենք խորհրդանշորեն Հիսուսի արյունը դնում ենք այս տան դռան սյուներին։ Մենք հայտարարում ենք, որ ոչ մի կործանիչ չի կարողանա մտնել։ Մենք հոգորապես պահպանում ենք մուտքի դուռը։ Մենք հրեշտակներ ենք տեղադրում գլխավոր դռան մոտ։ Մենք հայտարարում ենք, որ դերը չեն կարողանա մտնել այս դռնով։ Թող միայն օրհնված մարդիկ ներկայություններ մտնեն։ Թող ամեն չարիք կանխվի դռան մոտ։ Մենք պահպանում ենք տան բոլոր պատուհանները։ Մենք հոգորապես փակում ենք յուրաքանչյուր պատուհան դիվային ներխուժումից։ Քանի անգամ են դերը մտնում բաց հոգոր պատուհաններից։ Հիմա մենք հայտարարում ենք, որ հոգոր աշխարհում բոլոր պատուհանները փակ են կնքված Հիսուսի արյունով։ Մենք պահպանում ենք տան հետի մասը, հետի դռները, այլընտրանքային ելքերը, հաճախ մենք ուշադրություն ենք դարձնում արջի մասին, մոռանում ենք հետի մասին, թշնամին մտնում է ետից, մենք հայտարարում ենք, որ տան հետի մասը պահպանում են հրեշտակները։ Մենք պահպանում ենք տան տանիքը, մենք հայտարարում ենք, որ այս տան վրա հոգոր ծածկ կա, թող դերը չկարողանան վերից մտնել, թող վերից ի հայտ եկող հոգոր հարձակումները օդում կասեցվեն նախքան տանիքին հասնելը, մենք պահպանում ենք հատակը, տան հիմքը։ Մենք հայտարարում ենք, որ այս տան հոգոր հիմքը Քրիստոս Հիսուսն է, թող դերը չկարողանան ներքից քայքայել, թող երկրի միջով, տան մոտ թաղված կախարդանքների միջոցով հարձակումները չեղյալ հայտարարվեն։ Մենք պահպանում ենք տան յուրաքանչյուր սենյակը։ Մենք սկսում ենք հյուրասենյակից, ընկերական մթնոլորտի վայրից։ Մենք վտարում ենք կռվի, անհամաձայնության խառնաշփոթի յուրաքանչյուր ոգի, որը կոնֆլիկտներ է առաջացրել հյուրասենյակում։ Մենք հայտարարում ենք, որ հյուրասենյակը խաղաղության, ներդաշնակության ընտանեկան հաղորդակցության վայր է։ Մենք պահպանում ենք խոհանոցը, սննդի պատրաստման վայրը։ Մենք վտարում ենք յուրաքանչյուր ոգի, որը աղտոտել է սնունդը, որը վատնում է, որը պակաս է բերել։ Մենք հայտարարում ենք, որ խոհանոցը առատության, առողջության սննդի վրա օրհնության վայր է։ Մենք պահպանում ենք ննջասենյակները, հանգստի վայրերը։ Մենք վտարում ենք յուրաքանչյուր ոգի, որը խանգարել է քունը, որը մղձավանջներ է բերել, որը անկնություն է առաջացրել, որը գիշերը վախի մթնոլորտ է ստեղծել։ Մենք հայտարարում ենք, որ ննջասենյակները հանգիստ հանգստի, վերականգնողական քնի, գիշերային խաղաղության վայրեր են։ Մենք հատկապես պաշտպանում ենք զույգի ննջասենյակը, եթե այդպիսին կա։ Մենք վտարում ենք յուրաքանչյուր ոգի, որը հարձակվել է ամուսնական մտերմության վրա, որը սառնություն է բերել, որը վեճեր է առաջացրել, որը դավաճանություն է հրահրել։ Մենք հայտարարում ենք, որ զույգի ննջասենյակը սուրբ, պաշտպանված վայր է, որտեղ սերը նորոգվում է, իսկ մտերմությունը Աստծո օրհնություն։ Մենք պաշտպանում ենք մանկական սենյակը, եթե այդպիսին կա։ Մենք հատուկ հրեշտակային պաշտպանություն ենք դնում խոցելի թիրախ հանդիսացող երեխաների վրա։ Մենք վտարում ենք յուրաքանչյուր ոգի, որը վախեցրել է երեխաներին, որը մղձավանջներ է բերել, որը գիշերային սարսափներ է առաջացրել։ Մենք հայտարարում ենք, որ մանկական սենյակը անվտանգ, պաշտպանված վայր է, որը պահպանվում է հրեշտակների կողմից։ Մենք պաշտպանում ենք լոգարանը, մի վայր, որը խորհրդանշորեն խորհրդանշում է մաքրագործումն ու մաքրագործումը։ Մենք հայտարարում ենք, որ ինչպես մարմինը մաքրվում է լոգարանում, այնպես էլ այս տանը թող շարունակական հոգոր մաքրագործում լինի։ Թող ամեն անմաքուր բան հեռացվի, ամեն աղտոտված բան մաքրվի։ Մենք պաշտպանում ենք սպասարկման տարածքը կամ բակը, եթե կա, քանի
Անգամ են կախարդանքներ արվում բակում, տան մոտ տեղադրվում զոհաբերություններ, մենք հայտարարում ենք, որ տան արտաքին պարագիծը պաշտպանված է, թող ամեն ինչ, որ չարամիտ մտադրությամբ նետվում է բակ, կորցնի իր ուժը։ Թող մոտակայքում տեղադրված զոհաբերությունները չեղյալ հայտարարվեն, թող երկրի ողջ հոգոր աղտոտումը մաքրվի Սուրբ Հոգու կրակով։ Մենք այժմ հայտարարում ենք, որ այս ամբողջ տունը պատկանում է Տիրոջը։ Մենք այս սեփականությունը դնում ենք Հիսուս Քրիստոսի տիրապետության տակ։ Ինչպես Հեսուն հայտարարեց. Ինչ վերաբերում է ինձ իմ տանը, մենք կծառայենք Տիրոջը, մենք հայտարարում ենք, որ այս տունը ծառայում է Տիրոջը։ Հետաբար, Տերը այստեղ իշխանություն չունեն։ Սատանան այստեղ օրինական իրավունքներ չունի։ Սա Աստծո տունն է, Բարձրյալի ծառաների բնակավայրը, տարածքը, որը վերցված է Խավարի թագավորությունից տեղափոխվել Լույսի թագավորություն։ Մենք խորհրդանշորեն օծում ենք այս տունը օծման յուղով։ Մենք օծում ենք դռները, պատուհանները, սենյակները։ Եվ օծելով մենք հայտարարում ենք Տիրոջը նվիրվածություն։ Մենք հայտարարում ենք այս տարածքի սրբագործումը։ Մենք հայտարարում ենք, որ այն, ինչ նվիրված է Աստծուն, չի կարող բնակեցվել դերով։ Տեր, մենք խնդրում ենք, որ քո ակնհայտ ներկայությունը բնակվի այս տանը։ Երբ Աստծո փառքը լցնում է որևէտեղ, խավարը պետք է փախչի։ Երբ Աստծո սրբությունը հաստատվում է միջավայրում, անմաքրությունը չի կարող մնալ։ Ուստի լցրու այս տունը քո փառքով։ Հաստատիր քո սրբությունը այս տանը։ Թող յուրաքանչյուր մարդ, ով մտնում է այս տուն, զգա, որ սա այլ վայր է, մի վայր, որտեղ Աստված է բնակվում, մի վայր, որը հատկացված է Տիրոջը։ Մենք հայտարարում ենք, որ այս օրվանից այս տունը կլինի աղոթքի տուն։ Անկախ նրանից, թե ինչ է պատահել նախկինում, այս օրվանից այս տունը կլինի երկրպագության զոհասեղան։ Այն կլինի մի վայր, որտեղ կարդացվում է Աստծո խոսքը, որտեղ աղոթքներ են մատուցվում, որտեղ գովեստներ են երգվում, որտեղ բարձրացվում է Հիսուսի անունը։ Եվ քանի որ այս տունը աղոթքի տուն է, այն ունի հատուկ պաշտպանություն։ Հիսուսն ասաց, որ իր տունը կկոչվի աղոթքի տուն։ Երբ մեր տունը դառնում է աղոթքի տուն, այն ստանում է այն պաշտպանությունը, որն ունի Աստծո տունը։ Հայր, մենք խնդրում ենք, որ հրեշտակներ մշտապես նշանակվեն այս մարմինը, այս տունը պահպանելու համար։ Ոչ թե ժամանակավոր հրեշտակներ, որոնք գալիս գնում են, այլ հրեշտակներ, որոնք հատուկ նշանակված են այս պաշտպանության առաքելության համար։ Հրեշտակներ, որոնք հսկում են, ոչ մի պահ անպաշտպան չթողնելով։ Պատերազմող հրեշտակներ, որոնք պատրաստ են պայքարել ցանկացած դեմ, որը փորձում է մոտենալ։ Ուժեղ հրեշտակներ, որոնք ավելի հզոր են, քան այս մարմնի այս տան դեմ ուղարկված խավարի ցանկացած ուժ։ Տեր, քո խոսքը հայտարարում է, որ Տիրոջ հրեշտակը ճամբար է խփում նրանց շուրջը, ովքեր վախենում են նրանից, ազատում է նրանց։ Թող Տիրոջ հրեշտակը ճամբար խփի այս մարդու այս տան շուրջը հիմա։ Թող հրեշտակային ճամբար հաստատվի, խփված հոգոր վրաններով, հսկող հրեշտակային պահակներով, մարտի պատրաստ հրեշտակային զինվորներով։ Մենք հայտարարում ենք հաղթանակ այս հոգոր պատերազմում։ Մենք հայտարարում ենք, որ մարմինը փակ է, իսկ տունը պահպանվում։ Մենք հայտարարում ենք, որ այս օրվանից սկսած նկատելի տարբերություն կլինի։ Քունը խաղաղ կլինի, քանի որ գիշերային հարձակումները կասեցվել են։ Առողջությունը կվերականգնվի, քանի որ հոգոր ժանտախտները վտարվել են։ Խաղաղությունը կվերադառնա, քանի որ խառնաշփոթի ոգիները վերացվել են։ Բարգավաճումը կհոսի, քանի որ ֆինանսական խցանումները խզվել են։ Հարաբերությունները կվերականգնվեն, քանի որ անհամաձայնության ոգիները վտարվել են։ Հայր, մենք շնորհակալ ենք քեզ այս հոգոր պատերազմում հաղթանակի համար։ Շնորհակալ ենք, որովհետև դու հավատարիմ ես մեզ պաշտպանելու համար։ Շնորհակալ ենք, որովհետև քո հրեշտակները գործում են մեր օգտին։ Շնորհակալ ենք, որովհետև Հիսուսի արյունը երբեք չի կորցնում իր զորությունը։ Շնորհակալ ենք, որովհետև Հիսուսի անունը անուն է յուրաքանչյուր անունից վեր, որի առջ խոնարհվում է յուրաքանչյուր ծունկ, երկնքում, երկրի վրա, երկրի տակ։ Մենք այժմ կնքում ենք հոգոր պատերազմի այս աղոթքը։ Մենք հայտարարում ենք, որ այստեղ որոշվածը կատարվում է հոգոր աշխարհում։ Մարմինը փակ է, կնքված, պաշտպանված։ Տունը պահպանվում է, սրբագործվում։ Հրեշտակները դիրքավորված են։ Դերը վտարվել են։ Անեծքները կոտրվել են։ Հարձակումները կասեցվել են։ Հաղթանակը հաստատվել է։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն ամեն։ Եվ եթե մինչ այժմ հոգորապես պայքարել եք ինձ հետ, մեկնաբանություններում թողեք ձեր վկայությունը այն մասին, թե ինչպես եք զգացել Սուրբ Հոգու շարժումը, կիսվեք այս տեսանյութով նրանց հետ,
ովքեր կարիք ունեն իրենց մարմինը զորացնելու, իրենց տունը հոգորապես պաշտպանելու, բաժանորդագրվեք ալիքին, հոգոր պատերազմի համար, հզոր աղոթքներ ստանալու համար, շարունակելու համար։ Միավորված մենք ավելի ուժեղ ենք, միավորված աղոթքում մենք անպարտելի ենք։ Որովհետև եթե Աստված մեզ հետ է, ով կարող է մեզ դեմ լինել, հաղթանակը մերն է Քրիստոս Հիսուսում։